Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Խմիլե ջրի մատակարարման ծրագրի բարելավման աշխատանքներն են, որը համընկնում է Պրոշյան փողոցի ամբողջ գրեթե երկայնքի հետ, այնուհետև Դվին հյուրանոցի հետևի հատվածը, Ֆրիկ, Կոնդ, ներթաղամասային հատվածը։ Վերևից սկսել ենք ռոռոկման ջրի կառուցումը, որի պատվիրատուն մենք ենք։ Առաջին ծրագրի պատվիրատուն ջրային կոմիտեն էր։ Բոլոր նախագծային փաստաթղթերը անցել են մեր մոտով, շինթույլտվությունը ստացել են, մեկնարկել են աշխատանքներ արդեն 1 ամիս է։ Մեր ռոռոկման ցանցի աշխատանքներն են սկսվել Պրոշյան Բաղրամյան փողոցների խաչմերուկից, որը գալիս է Պարոնյան, Գրիգոր Լուսավորիչ եւ մինչեւ վերջ։ Այստեղ աշխատանքները մեկնարկել են Բաղրամյան Պրոշյան խաչմերուկից, պիտի գան Պրոշյան Դեմիրճան։ Որոշ արարողակարգային միջոցառումների հետ կապված, պարոն քաղաքապետ, մենք սահմանափակում ենք դրել, մինչև ամսի 15-ը եղածը ամբողջությամբ վերականգնեն, ասֆալտբետոնյա ծածկը վերականգնեն, որից հետո պետական արարողակարգի հետ պայմանավորվել ենք հետագա շարունակությունը։ Այսինքն այդ աշխատանքները բերված է մեր մոտ առաջին պլան, ամենի առաջնահերթության կարգով շուտ ավարտենք։ Մենք այս փոքր սահմանափակումը մայիսի 1-ից 5-ի հատվածը կունենանք այդտեղ։ Շատ լավ, իհարկե, պարոն Աղրյան, ասեմ ընդհանուր առմամբ տեմպը շատ դանդաղ է այդ աշխատանքների, ես էլ ասում եմ, որ գործընկերներն էլ լսեն, իրականում տեմպը նենց չի, որ իրանց կներեք, բայց մեջտեղից ճղում են, իսկ ես այն դեպքն որ միգուցե պետք է մեջտեղից ճղեին, ամանավանդ որ դրանից հետո ունենք միջին նորոգման աշխատանքներ, բայց այստեղ նաև պարոն Թևոսյան մի հատ էլ ձեր մասով ասեմ, փոխհալեցման աշխատանքների տեմպը էլի ոնց որ սկսում է ընկնել, այսինքն մենք բացառիկ փետրվար ամսին մեծ տեմպով սկսեցինք փոխհալեցման աշխատանքներ իրականացնել, հիմա զգում եմ, որ տենց մի քիչ կամած ոնց որ էլի հարմարվեցինք, էլի տենց նորմալ ռեժիմի են հին չի լինի էլի այդպես։ Թույլ տաք զեկուցեմ այդ մասով, վերջի 11 օրը միայն 3-4 օրն են կարողացել ամբողջ տեմպով աշխատել, որովհետև զուտ եղանակային պատճառներով, որ օրը լավ օր ա եղել, ամբողջ տեմպով կարողացել ենք աշխատել։ Հիմա Կիրակի երկուշաբթի գիշերը։ Կիրակի երկուշաբթի գիշեր չենք աշխատել զուտ զատիկի պատճառով, պարոն քաղաքապետ, անկեղծ։ Դե հիմա տեսեք, պարոն Թևոսյան, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց այս այն դեպքն է, որ նաև չեմ հասկանում, որովհետև երևանցիները չեն հասկանում եւ չեն ընդունում։ Տեսեք, ասֆալտապատման աշխատանքները եկեք կանոն դնենք, էլի, նամանավանդ եթե խոսքը գնում է փոխհալեցման մասին։ Չկա նոր տարի, չկա զատիկ, չկա հանգստյան օր, ոչ մի բան չկա։ Բոլոր այն մասնակիցները, ովքեր որ այս process-ում գալիս են հայտ են ներկայացնում, այսօրվանից թող իմանան, որ որևէ օր իրենք չունեն հանգիստ, որովհետև փոխհալեցման աշխատանքները դրանք տենց կարևորագույն աշխատանքներից մեկն են Երևան քաղաքում։ Եվ օրինակ հիմա այս գիշեր հուսով եմ մեծ տեմպով բոլոր վարչական շրջաններում մտնելու են։ Վստահենք։ Պարոն քաղաքապետ, նույնիսկ ցերեկով ենք աշխատանք կատարելու, որովհետև երեք գիշերը չենք կատարել, որոշ փողոցներում, ոչ կենտրոնական փողոցներում, նկատի ունեմ փոքր կենտրոնում, այդտեղ էլ կատարել ենք նույնիսկ ցերեկով աշխատանքներ, որովհետև երեկոյան չենք, գիշերը երեք չենք կատարել։ Շատ լավ, պարոն Թևոսյան, փոխհալեցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր։ Չկան, այսուհետ չկան։ Մենք արդեն հասել ենք մոտ 57,000 քառակուսի մետրի, պարոն քաղաքապետ, միայն փոխհալեցման մասով։ Շատ լավ։ Եվս հաջորդը, պարոն Թևոսյան, ճաքալեցման աշխատանքները ես ասել եմ, ծավալները ավելացնել։ Մրցույթ հայտարարել եք։ Մեկ մրցույթը կայացել է, որը որ բյուջեով գումարը հատկացված էր եւ եւս երկրորդ մրցույթ ուղարկվել է գնումներ ներառվել է գնումների պլանում 15-ի 6-ով հավելյալ ծավալի ավելացման։ Շատ լավ։ Կուզեի եւս երկու հիմնանորոգման մասով զեկուցել, պարոն քաղաքապետ, կենտրոն վարչական շրջանի Ոսկերիչների փողոցի ճանապարհի հիմնանորոգման նախագծահաշվային փաստաթղթերի կազման խորհրդատվական աշխատանքների ձեռբերման մրցույթը կայացել է Սույն թվականի մարտի 18-ին եւ ներկայումս գտնվում են հիմնանորոգման նախագծման փուլում եւ հաջորդը Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի Խճուղի եւ Տիգրան Պետրոսյան
փողոցի շրջանաձև երթևեկության փաթման խաչմերուկը հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռբերման մրցույթի օրը սույն թվականի ապրիլի 27-ն է։ Սա այն վատ հատվածն է, որ ձեր հանձնարարականով ուղում ենք, մրցույթը կանա Այս հատվածը շատ վատ վիճակում է, պարոն Քևոսյան, գոնե ինչ-որ միջանկյալ լուծումներ պետքա տրվի մինչև հիմնանորոգումը սկսել։ Գիտեմ, որ 3 էլ խաղապայթարանի հետ աշխատանքներ են իրականացվել հարթեցման այդ ճանապարհահատվածի եւ ամեն ինչ կանենք, որ երթևեկելի լինի։ Ինքը պետք է մնա երթևեկելի կարևոր ճանապարհ է, պարոն Հովասարյան, մինչև հիմնանորոգումը կսկսի, չեմ ասում հիմնարար աշխատանք անեք, բայց գոնե երթևեկության ապահովման համար նվազագույն աշխատանքը պետք է արվի։ Մի քանի անգամ արել ենք, պարոն քաղաքապետ, ուղղակի անձրև անդած։ Շատ լավ։